Ձեզ, մեկ 515 խմբի սաներն ենք, ես Իգորն եմ, ես Սոֆին, ես Լևոն։ Ես ուսումնասիրել եմ Գյովընդ պարը, Գյովընդը դա համայնքային ծիսական պար է, որը պարել են ամբողջ հայկական լեռնաշխարհով։ Գյովընդի բռնելաձև մեջակույտ, իսկ Գյովընդը պարերք է, որը համապատասխանում է Դերիկո երգին։ Ես ուսումնասիրել եմ Վերվերի պարերքը, որը նվիրված է թռչունների պաշտամունքային պար է։ Այն պարում են ձեռքերի ափերից բռնած։ Իսկ հիմա մենք կներկայացնենք պարերը եւ երգերը։ Դերիկո հոյնար, 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 Դերիկո ջան, Դերիկոն մեկ էր, ծամերը շեկեր, Խաթունե ջան։ Սա Գյովընդներ։ Իսկ հիմա Վերվերին։ Basem bari, hainu bari, janu bari, no ari, berne bari, hainu bari, janu bari, no bari. Basem bari, hainu bari, janu bari, achchi ari, berne bari, hainu bari, janu bari, no bari.
կդասունենք Թամզարը բարի մասին։ Ես Անահիտ Ալթունյանն եմ։ Ես Իզաբել Անդրեասովան։ Ես Արիանա Աբովյանը։ Ըստ Կոմիտասի Թամզարան հասարակական երգ-պար է եւ նրա անվանումը ծագել է Թամզարա բնակավայրից։ Թամզարը պարերը ունի 17-ից ավելի պարելու տեսակ եւ Թամզարան գլխավոր դեր են առնում պարապոշը եւ պարագլուխը, իսկ հարսը անպայման պետք է կանգնի կնքահոր կողքին։ Բարի հիմնական շարժումներն են երկու քայլ դեպի ձախ, կրկնակի հարված, մի քայլ դեպի ձախ, օրորվում ենք եւ նորից կրկնակի հարված։ Թամզարայի տարազը տոնական, հարսանեկան, հայկական տարազ է։ Ինչպես տեսնում եք նկարի նա կաղաներ կարմիր, կապույտ, իսկ տղաները իրենց վրա հագնում են ժակետ, իսկ աղջիկները իրենց վրա հագնում են սիրուն գոգնոցներ հայկական նախշերով։ Թամզարայի բռնելաձևն է ուսուսի եւ ափափի։ Նվագարանն է զուռնա, դհոլ, դամ, թմբուկ եւ վերջ։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։ Բարակ մեջի յոթը ծամ, Թամզարա, հայ Թամզարա, սրտիդ միջին ունես կամ,
Ես Շիրակացի ճեմարանից 511 խմբից եմ։ Մենք պատրաստել ենք հետազոտական աշխատանք բուկլետի տեսքով։ Մենք ուսումնասիրել ենք փափուռի պարը։ Սկզբում մենք կներկայացնենք այդ պարի մասին, իսկ հետո ձեզ համար կպարենք այն։ Փափուռին չարախափար պար է։ Այն պարել են չար ու բացասական ուժերը վառելու նպատակով։ Փափուռի բառը եկել է փափրա բառից, որը նշանակում է ծեծման, ֆրում։ Նաև փափուռի տարածաշրջանը Պարսկահայքին մինչև Կարին Արաբկիր, նվագարանն է Զուռնա Դհոլ, նաև փափուռի ձեռքերը մենք պետք է դնենք ուսերին պարելից։ Փափուռի միլա, ախր շապիկ շիլա, Փափուռի միլա, ախր նստել դուր կիլա, շեր օրել դուսել ես, հանանանանանանա, շանուշ կցոլ էր, հանանանա փափուռը նուշ կցուտար, հանանանա փափնանը, շեր օրել դուսել ես, հանանանա փափուռի միլա, Փափուռի շապիկ շիլա, փափուռի միլա, ախր նստել դուր կիլա։ Փափուռի միլա, փափուռու շապիկ շիլա, փափուռի միլա, ախր նստել դուր կիլա, գիշեր խանձեն դուրսել էր, անանանանանանա, լուսնական ուչ կծոլ էր, անանանա փափուռի, կծոլ էր վերգոն դրկան, անանանանանանա, չեկան ընդոր հուզնկան, անանանա փափուռի, փափուռի միլա, փափուռու շապիկ շիլա, փափուռի միլա, ախր նստել դուր կիլա, Փափուռի միլա, ախր նստել դուր կիլա, երկու փարեվան կրիչ, հանանանանանանա, մեկը տրեքար, մեկը ղիչ, հանանանա փափուռի, էլոն կտրեց են կղիչ, հանանանանանանա, ակյուն թարեքան սանիչ, հանանանա փափուռի, փափուռի միլա, փափուռու շապիկ շիլա, փափուռի միլա, ախր նստել դուր կիլա, փափուռի միլա, փափուռու շապիկ շիլա, փափուռի միլա, ախր նստել դուր կիլա, Ես Մարին եմ, Ես էլ Գոհարն եմ։ Ես Վահան։ մենք 513 խմբից ենք։ Մենք ներկայացնում ենք ազգային կատակեր քաղանը։ Մեր խումբը ներկայացնում է բուլուլ պարը։ Բուլուլ Կարինի բարբառով նշանակում է խոտի դես։ Ձեռքերի բռնվածքը ապի եւ ուսերի բարձրությամբ։
Բարև ձեզ։ Այսօր ես Վահրամս Եվ Ռաֆայել Բաղդասարյանը կներկայացնենք հետազոտական աշխատանք էջմիածնի պարի մասին։ Այս բառը առաջացել է հեթանոսությունից եւ տարբեր փուլեր անցնելով հասել է մինչև քրիստոնեություն։ Ձեռքերը վեր բարձրած բռնելաձևը նմանեցնում են եկեղեցու գմբեթին։ Բռնելաձևը ափ է եւ այն նրա ժանրն է պաշտամունքային։ Այն պաշտամունքային է, որովհետեւ նվիրված է ձոն արևին։ Այն կարնո պարերից է եւ նվիրված է կլոր պարերի պարատեսակին։
Բարև ձեզ, ես Սարն եմ։ Ես Իրինան եմ։ Ես էլ Նժդեհն եմ։ Մենք 512 խմբից ենք։ Ես ուսումնասիրել եմ կանոնը Քոչարու բարը, որտեղ բարել են կային տարածաշրջանում։ Այն նվիրված է խոյերի պաշտամունքին։ Մենք հիմա կներկայացնենք ձայնահնչեց երգը։ Այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք մյուս տարի։
Կարգում եմ մեր սաներին բարձր ծափահարենք։ Հաշվի առնելով, որ ես արդեն շատ երկար տարիներ ականատես եմ լինում նման համերգները, ասեմ, որ կեցեք շատ գեղեցիկ էր, շատ էսթետիկ էր, շատ ճաշակով էր, ձեր բեմական կեցվածքը գնահատում եմ 10-ից 10, շատ լավն եք բոլոր, ապրեք։ Երեխեք, իզուր չէ, ես վստահ եմ Տիկին Արմինեն և մեր գործընկերները հատուկ էին, վերջի երգը հենց այնպես չէին ընտրել, որն ավարտվում էր շատ լավատեսական, մեր ազգի պետության հզորության մասին երգով, ես ուզում եմ, որ իրոք շատ ավելի զվարթ օրեր գա և այդ օրերը գալու և ձեր շնորհիվ են գալու և դեկտեմբերը դե կախարդանքների ամիս է և ձեր շնորհիվ արդեն երկրորդ շաբաթն է այդ կախարդանքը մենք վայելում ենք, ուզում եմ, որ գալիք տարում ձեր կյանքում կախարդանքներ և հրաշքներ չպակասեն։ Իհարկե մենք դեռ մի հատ էլ ամանորյա միջոցառում ունենք, դեռ այն ժամանակ է կհանդիպենք։ Շնորհակալություն բոլորիդ, կեցեք, բախտում եմ հաճելի հանգստյան օրեր, ապրեք շատ։